Պարոն Սուքիասյան, ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարում է համախմբվելու հետընտրական կոալիցիա կազմելու մասին, Սամվել Կարապետյանն է նման առաջարկով հանդես եկել, ինչ զարգացումներ կարող են տեղ ունենալ, ընդդիմությունը ինչ գործողություններ կարող է իրականացնել։ Ես ենթադրում եմ, ոչ մենք գիտենք, ոչ էլ իրենք գիտեն։ Իրենք ամենայն հավանականությամբ սպասում են Ռուսաստանից հրամանագրերի, հետո իրենք կորոշեն։ Նախ առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ ասում։ Ընդդիմության հետընտրական կոալիցիան ո՞րն է։ Այսինքն ինչ է իմաստը դրա, էլի։ Կոալիցիա որ դեպքում են կազմում։ Կազմում են մեծամասնություն դառնալու համար։ Բայց իրենք փոքրամասնություն են, հիմա այդ փոքրամասնությունով նորից կոալիցիա են կազմում, որ էլի շարունակեն մնալ փոքրամասնություն, որ ինչ անեն։ Այսինքն իմաստը այդ ընդհանրապես էլի, ինքը եթե բաներ կա, թող բացատրեն մի քիչ մարդավարի, հետո մենք կհասկանանք։ Բայց կարծում եմ իրենք էլ չգիտեն, իրենք ինչ են անում այս պահին։ Իրենք մեզ զբաղացնում են հանրության մի հատվածին, մինչև տեսնեն Ռուսաստանից ինչ կարգավորումներ է գալու։ Մի պահ ասում են կվերցնենք, չենք վերցնի, դրանով են զզվզվում։ Հիմա էլ նոր բան են հնարել, հետընտրական կոալիցիա կազմել։ Նախ ասեմ ձեզ, իրենք բոլորն իրար հետ են։ Ֆորմալ իմաստով իհարկե առանձին կուսակցություններով են կամ դաշինքներով են մասնակցել ընտրություններին։ Հավանաբար այդպես անհրաժեշտ է եղել տեխնոլոգիական տեսանկյունից։ Որտեվ եթե իրենք վստահ լինեին, որ իրարից ձայներ չեն խլելու, իրենցից ձայներ չի գնալու, հավանաբար միասին կմասնակցեն, որտեվ կարող է այն մեկը չի ուզում այն մեկին ձայն տա, մեկը չի ուզում այն մեկին միավորվի, դրա համար ասել են ամեն մեկը առանձին մնացեք, ձեր ձայները պահեք ձեր հետ, հետո կհասկանանք։ Թե չէ իրականում իրենք բոլորն իրար հետ են։ Իսկ հետընտրական պրոցեսներ անել իրենք չեն կարող, որովհետև նախ իմաստ չկա, հիմք չկա։ Հետընտրական պրոցես եթե անելու լինի, մենք պետք է անենք, որովհետև իրենց վերաբերյալ եւ իրենց կողմից կաշառքների բաժանելու հսկայական բաներ կան, չէ՞, փաստական նյութ կա։ Այդ մենք պետք է իրենց դեմ բանենք, ոչ թե իրենք հետընտրական պրոցես։ Հիմա իրենք հետընտրական պրոցես են անում իրենց արած այլանդակությունների համար։ Ասեմ, չգիտեմ, իմաստ չկա, նախ ինքը երևույթն ինքնին անիմաստ ձևակերպում է կոալիցիա ընդդիմության մեջ։ Որտեղ քաղաքական իմաստով անիմաստ է, իսկ հասարակական մոբիլիզացիայի իմաստով էլ այդ հետո կհասկանանք, իրենք եթե Ռուսաստանից հրահանգներ ստացան գնալ այլանդակությունների, միգուցե դրա համար է։ Բայց ես կարծում եմ իրենք դրա պոտենցիալն էլ չունեն։ Ինչ պետք է լինի, որ Ռուսաստանից հրահանգներ լինեն կամ չլինեն։ Դե ակնհայտ է եւ երևում է, որ իրենք կառավարվում են։ Իրենք ստեղ ունեին մի հատ մենեջեր Կիրիենկո, որը ենթադրում են, որ իրենց դաշտը կառավարողն է եղել եւ իրենք ստացել են այն տեղաբաշխումը ձայների խորհրդանում, որը որ ստացել են։ Հիմա քանի որ Ռուսաստանից այդպես ոտները կախ են գցել, չեն ջոգում, շնորհավոր են թե չշնորհավոր են, իրենք էլ դե պարզ է, որ կողմնորոշվելու են ռուսական մտածողությամբ եւ Ռուսաստանի վարքով։ Քանի որ այնտեղից զեն չկա, որտեղ հավանաբար դեռևս վերլուծում են, ուզում են հասկանալ Ռուսաստանում ինչ կարող են անել, ինչպես ազդել մեր ներքաղաքական կյանքին, ներհասարակական մթնոլորտի։ Քանի որ այնտեղից հələ վերլուծություն չկա, այս մարդիկ պիտի մեզ զբաղեցնեն։ Այդ հետընտրական կոալիցիայից հետո կարող է, եթե Ռուսաստանը մի քիչ էլ ուշացնի, մի հատ նոր տապակ բան ասեն, որովհետև պիտի զբաղեցնեն հանրային դաշտը, մինչև հասկանան ինչ է, վերցնում են մանդատ, այսինքն Ռուսաստանը որոշում է, որ իրենք պետք է վերցնեն մանդատը, չվերցնեն, ինչ պետք է անեն, այսինքն կարծում դրա համար է։ Ռուսաստանի լռությունը դրանով է պայմանավորված։ Կարծում եմ, այո, վերլուծում են, հասկանան իրենք ինչ են անելու, թե չէ ասենք այդ Ռուսաստանի այս հայությունն էլ նստած բան է, այս մեր լրագրողների մի հատվածը զզվցրել է։ Պուտինը շնորհավորել է, շնորհավորել է, երբ պետք է շնորհավորի, ինչի չի շնորհավորել, դա էլ է տակածվում։ Տպավորություն է, որ
բան ու գործ չունենք, պետք է նստենք իր շնորհավորանքին սպասենք, բայց քանի որ ամեն դեպքում ոտները կախ են գցել, չեն շնորհավորում, ուրեմն ինչ-որ բան են մտմտում, հավանաբար մտնեն ինչ-որ բան կա, պարզապես իրենք էլ հավանաբար լավ չեն հասկանում, որովհետև Ռուսաստանին տրված զեկուցագրերը, վերլուծություններն էլ հավանաբար հիմքից կտրված են, կիսատ պռատ են տվել, դրա համար լավ չգիտեն, իրենց այս եղած նյութի վրա, որը Ռուսաստանում վերլուծեն, ճիշտ կլինեն, թե կսխալվեն, դրա համար հավանաբար երկար ժամանակ է պետք, դրա համար են ոտները կախկցում։ Հիմա իհարկե բան կանեն, որ ձևական պատրվակներ կբերեն, դե ՍԴ դիմողներ կան, մի հատ տենանք ինչա լինում, ինչ չի լինում, հետո մենք քանի որ բանը շատ դեմոկրատ ենք, այս ժամանակ ձեզ կշնորհավորենք, էդ էլ է իրենց համար առիթ, որովհետեւ իրենք մի քիչ երկարաձգեն process-ը։ Ասեմ, այս process-ն է վերլուծական գործընթացն է, կավարտեն, այն ժամանակ կհասկանանք մեր ռևանշիստները ինչ են անելու։ Բայց ամեն դեպքում Ռուսաստանի լռությունը ինչ որ ենթատեքստունի չէ, դա ինչ հետևանքներ կունենա, որտեղ մշտապես դեռ նախնական արդյունքներից ամփոփումից հետո է միշտ Մոսկվան արձագանքել ընտրություններին, շնորհավորել են, ինչ որ ուղերձ են հղել։ Դե նախ հիմա մենք այդ Ռուսաստանի դարդով չտարապենք, չեն շնորհավորել, իրենք գիտեն։ Մենք ունենք պետություններ, որոնք շնորհավորել են, ԱՄՆ-ն է շնորհավորել, աշխարհի առաջավոր երկրներն են շնորհավորել, դեմոկրատական աշխարհի առաջատար պետություններն են շնորհավորել։ Սա մեզ համար բավարար է, որպեսզի մենք այս հարցը փակենք, գնանք առաջ։ Բայց քանի որ Ռուսաստանի գործոնը կա, դա շատ տաքացվում է, կարծես բան ու գործ չունենք, պետք է նստենք, տենանք մեզ Ռուսաստանը երբ է շնորհավորում իր ավտորիտար վարքաբանությամբ, ավտորիտար այլանդակություններով հայտնի մի պետություն որոշում է դեմոկրատիայի ճամփաբռնած մի պետությանը շնորհավորի թե չէ, եւ այդ պետությունը նստած սպասում է իրենց։ Նախ մի քիչ տաքացնում են, խորհրդավորություն են մեջ մտցնում Ռուսաստանի գերակայություն չասենք, բայց կարևոր դերակատարությունն է անընդհատ ընդգծվում, որովհետեւ սպասողականության բան կա ինչ-որ էլի։ Այդ մեկը դա, մյուսը էլ եմ ասում, ենթադրում եմ իրենք մտածում են, ինչ են անելու, որովհետև մեզ մոտ գործընթացներ կա, մեզ մոտ կա ՍԴ-ի հարց, մեզ մոտ կա չգիտեմ ուրիշ բաներ, իրենք վերլուծում են հասկանալ, ունեն պոտենցիալ գնալու հետընտրական այլանդակությունների, թե դա ինչ է այդ ենթադրում հետընտրական այլանդակությունը։ Դե նայած ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, որտեղ մեր ընդհանրապես մեր իրավական դաշտը այն գլխից ծնվել է թարս, մինչև հիմա թարսը տենց ապրում է, որտեղ մեր իրավական կյանքը այլասերող գլխավոր ինստիտուտները այդ իրավական պետություն ստեղծող ինստիտուտներ են, իրենք են հենց այլանդակում։ Մեր օրենսդրությունը լավը չի, մեր օրենքները բազմիմաստ են, մի երևույթի վերաբերյալ 40 հատ, ասենք, ակադեմիկոսի դեմքով հայ իրավաբան, մարդը 40 հատ մեկնաբանություն ունի։ Ինչ է օրենսդրությունը այսպես գրված, որ կաշառք վերցնեն, որ ոնց ուզենան մեկնաբանեն։ Սա մուտիլովկի վրա է, ընդհանրապես մեր իրավական կյանքը այլասերողները, այս մեր իրավաբաններն են։ Եվ ինչքան վատ բան կա իրավական կյանքի այլասերման հետ կապված, հենց իրենցից էլ սկսում է։ Օրինակ, ինչու է մեր դատարանները ծանրաբեռնված, որտեղ օրենսդրությունը այլանդակ է։ Այդ դատարանների հետ, որ ասում են դատարանները ծանրաբեռնված են, հա, բայց պատճառը պետք է հասկանաք։ Ինչու է մի դատարան, մի դատը 40 տարի շարունակում, որովհետև օրենքը չեն հասկանում, որ օրենքը կիրառեն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր իրավական կյանքը կայանա, օրենքները պիտի լինեն պարզ։ Ես պետք է կարդամ, հասկանամ, ու հանկարծ որևէ մի հատ ուռած գլուխ իրավաբան ընդեղից չասի, այդ օրենքները այտենց չի, որ միանգամից բոլորը պետք է։ Ես պետք է կարդամ, հասկանամ ինչ է գրած այդ օրենքը։ Ոչ թե պետք է գնամ 40 հատ իրավաբան վարձեմ, այդ 40 հատ իրավաբաններ գան չջոգեն այդ ինչ օրենք է գրած։ Հիմա դրա համար, քանի որ այդ օրենսդրությունը լավը չի, այդ սահմանադրական դատարանն էլ հայտնի չի ինչ որոշում կկայացնի։ Դրա համար նրանք սպասում են դրան։ Եթե օրինակ
անհասկանալի որոշում կկայացնի, կարող են օրինակ գնալ հետընտրական խժդժությունների, նորից սկսեն փողոց դուրս գալ, նորից ներհասարակական կյանքը լարել։ Միգուցե դրան է սպասում։ Բայց այս համանդրական դատանում խելք ունենան ճիշտ որոշում կայացնեն, պետությունը հանգստանա, մենք ընտրությունների հարցը փակեն գնանք, ապա իրենք ոչ մի բան անել չեն կարող։ Պուտինն էլ կշնորհավոր է այդ ժամանակ։ Կասի զբաղված էի բան ներող կլնեք։ Իսկ ՍԴ-ի հետ կապված ինչ կարծում կլինի անակնկալը որոշում թե չէ, որովհետև ասում են, որ ՍԴ-ի կազմի մեծ մասը իշխանության հետ փոխկապակցված է։ Դե չգիտեմ, իշխանության հետ այնքան բան են ասում փոխկապակցված է, ասենք։ Ես պետական ինստիտուտներն են ասում իշխանության հետ փոխկապակցված է, բայց այտենց ոնց որ կյանքը ապացուցում որ այդքան էլ այտենց չի։ Եթե իշխանության հետ փոխկապակցված լինեն, իշխանությունը հազար հարց է չէ դրել օրինակ, որ կաշառակերները պետք է պատժվեն, են պետք է պատժվի, մարդ հասարակությունների մեջ մեղադրվողները պետք է պատժվեն։ Եղել է դա։ Եթե իր հետ կապված են այդ իշխանությանը, դրանք պետք է տեղի ունենային, չէ՞, ընդ որում դե չա սա իշխանություն պահել չպահելու խնդիր է եւ կարած ՍԴ-ն լրիվ ուրիշ որոշում կայացնի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բայց այդ իշխանություն պահել չպահելը պահում են սկզբից է, այդ ինստիտուտները պետք է լավ աշխատեն, որպեսզի այսօր այդ իշխանություն պահելու խնդիր չունենա։ Նախ իրականում չունի հիմա այս պահին, որովհետև ինչ էլ լինի, միևնույն է, նրանք հավաքել են այնքան ձայն, որ իշխանություն դառնել չեն կարող, իշխանությունը ձևավորվել է։ Դրանց ասեմ, այդքան էլ այտենց չի ելնի։ Այդ փոխկապակցվածության հարցին ես չեմ հավատում։ Կարող է ինչ-որ բաներ կա, որտեվ եթե շատ փոխկապակցված են, ապա իշխանությունը կուրս ունի, այդ կուրսը պետք է վարեն այդ ինստիտուտները, բայց վարում են թե չէ։ Այդ հարցեր կա, էլի։ Ես ՍԴ-ն ինչ որոշում կայացնի, ես կարծում եմ իհարկե ովքեր որ դիմել են, ու այնտեղ ռևանշիստների հատված կա եւ ժողովրդավարական թեվ կա։ Այդ ռևանշիստերինը պարզ է, էլի, դրանք այլանդակություն անում են, կաշառքները իրենց հետ են կապված, բայց հետո իրենք բողոքում են այդ կաշառքները տվողների լավ չտվողների դեմ, էլի։ Այսինքն այդ հատվածն է, որը ինքը հայտնի է քաղաքական կյանքի այլասերման հետ, որը հայտնի է շատ ուրիշ բաների հետ, բայց այդ ժողովրդավարական թևի դիմումն էլ ես լավ չեմ հասկանում, էլի, բան ու գործ չկա, հիմա այս պետական ինստիտուտները մենք պետք է նկատի ունենանք, որ մեր պետական ինստիտուտները այդքան կայացած չեն։ Դե ասում են ընտրակաշառքներով է ընդդիմությունը անցել, հա, եթե հանուն հանրապետության կուսակցության դիմումը նկատի ունեք, ասում են ընտրակաշառքներով ենք անցել, ինչի հետ հաշտ չենք։ Չեղարկեք։ Հատկապես հա, նայեք, դա ճիշտ է, նայեք, ով չէ, իհարկե այդ բնականաբար դեմ չենք, բայց հարցը պետք է քննարկել ոչ թե ֆորմալիզմի տեսանկյունից, այդ տեսակետը ճիշտ է ընդհանրապես, բայց պետք է քննարկել մասնավորապես։ Այս պետական ինստիտուտները իրենց պոտենցիալով այսքան են կարողացել արձագանքել այդ ընտրակաշառքներին, որտեղ հարցը գիտեք ո՞րն է, դա Ռուսաստանում էլ է, որ ասում ենք շատ խելք չունեն, հա, բայց մի քիչ ունեն։ Իրենք էլ լավ գիտեն, որ եթե մի բանը զանգվածային է, դա վերածվում է օրինաչափության։ Եթե զանգվածային է խախտումը, ապա այդտեղ պետությունը շատ բան անել չի կարող։ Դա դառնում է օրենքի նման մի բան։ Եթե զանգվածային վարկով է դա, եւ իրենք զանգվածային ընտրակաշառքներ են բաժանել, դա համար դրա դեմ պայքարը շատ դժվար է։ Եթե պետական ինստիտուտները լավ կայացած լինեին, դա չէր լինի։ Բայց քանի որ այսքան է կայացած այս պետական ինստիտուտները, հիմա դուք եթե նորից գնում եք այդ պետական ինստիտուտները սթրեսի ենթարկելու ճանապարհով, դուք ավելի վատ արդյունք եք ունենալու։ Ավելի վատ։ Հիմա ուզում հասկանալ իմաստը ո՞րն է դիմելու։ Մենք ընդհանրապես բան ու գործ չունենք, ասենք սա ամբողջ կյանքը ստրություն պետք է անցկացնենք, էլի ենք եղծելու։ Եվ այս պետական ինստիտուտները էլի չեն կարողանալու այդ չափով արձագանքել դրան։ Դուք ինչ եք տանում նորից նոր մի հատ բաների։ Ինչի համար։ Ֆորմալ իմաստով ամեն ինչ ճիշտ է։ Ամեն ինչ ճիշտ է, բայց եթե մենք գնանք ֆորմալիզմի տարամոլության ճանապարհով, ինչ որ օրենքի տար կա, դուք այս պետության համատեքստը հաշվի առնում եք, այս պետական ինստիտուտները կարան այդ երկրորդ գրոհին դիմակայեն։ Այսինքն դուք ինչ եզում հասկանալ, էլի, եւ ընդհանրապես, այս մեր իրավաբան բան։ Դուք ինչ եք ուզում անել, էլի, ամեն ինչ այդ օրենքի տարով դուք ճիշտ եք, բայց դուք եթե երկրորդ անգամ այս պետական ինստիտուտները տարակ այդպեսի գրոհի, սա գդիմանա թե չէ։ Դուք հաշվել եք, բայց կարող է փլուզում լինի։ Այսինքն ինչ լինի, դուք այս պետությունը չլինի, դու գնաս Մագադանում ծորիդ պատմես, որ դու օրենքով ճիշտ էիր, շուտ օրենք կա։
Այսինքն այստեղ հարցեր կա, պետք է պետական ինստիտուտների համատեքստը հաշվի առնի, ելի է լինելու։ Թողնել ենթադրյալ ընտրակաշառքով խորհրդարան անցածները 5 տարի որոշեն այս պետության ճակատագիրը կամ ենթադրյալ վարչական ռեսուրսների չարաշահմամբ ազգային ժողով անցածները թողնել 5 տարի որոշեն այս պետության ճակատագիրը։ Այդ հարցերը պետք է առանձին քննենք, նայեք, էլի եմ ասում, ընդհանրապես չէ, բայց հարցը պետք է քննել մասնավորապես։ Նախ վարչական ռեսուրսի չարաշահում այդ որ այտենց կողից կպցրել են, այդ այտենց է, փաստեր կան դրա վերաբերյալ։ Օրինակ կաշառքների վերաբերյալ ձայնագրություններ կան հսկայական եւ շարունակում են լինել։ Վարչական ռեսուրսի ցուցիչներին էլ ձայնագրեին այդպիսի ձայնագրությունների շարքել ԿՊ-ին։ Դեք ոնց է, դա վերացական դատողություն է, ասենք միգուցեով չկա, կա փաստ։ Միգուցե կարող ամեն ինչ հնարավոր լինի։ Միգուցե սրանց ժամանակին արգել էին, օրինակ ընդհանրապես չմասնակցեին, կաշառք տվող չլներ, օրինական ընտրություններով են, բայց այս միգուցեն թողնենք մի կողմ։ Հիմա ուզում ասեմ, այդ բաներով կպցնելով չի էլի, վարչական ռեսուրս կա այդպիսի փաստական հիմք, որ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառել, որոնք ազդել են ընտրությունների արդյունքներին։ Դե ասում են թոշակները ընտրություններից մի քանի շաբաթ առաջ իշխանությունը 5 տարի պետությունը կառավարում է, ունի ծրագիր։ Այսինքն ծրագրով թոշակների բարձրացում ծրագրով չի, իրադերային է ենթադրենք։ Այսինքն ինչ անի իշխանությունը պետության զարգացմամբ չզբաղվի, որպեսզի դու գաս հաղթես իրեն։ Այսինքն ինչ դատողություն է ընդհանրապես։ Սա ինչ մտածողություն։ Այսինքն դու բան մի արա, դու ոչ մի բան մի արա, որ ես հակապետական մտածողությամբ սեգմենտով գամ ասեմ, որ դու դա չես արել, որ ես պետք է գամ դա անեմ, որ ես էլի չեմ անելու, որ ես գամ քեզ հաղթեմ, հա։ Այսինքն ինչ դատողություն է ընդհանրապես։ Իշխանությունը քաղաքական դա կաշառքը ո՞րն է։ Ինչով է դա օրինակ իշխանության ռեսուրսի չարաշահում։ Դա ընդհանրապես պետք է հասկանալ, իշխանությունը ունի գործառույթ։ Դե չէ, մարդիկ ասում են, դե ապրի մեր Նիկոլ, այդ թոշակները ավելացրեց, գնանք իրան ընտրենք, եւ դա լինում է ընտրություններից 1-2 ամիս առաջ։ Կարող է մեկնել ասի, դե ապրի այդ մարդը, որովհետեւ դպրոցների կարգավորման դպրոցաշինությամբ է զբաղվում, գնանք իրանց ընտրենք, դե եկեք դպրոց մի սարքեք։ Այսինքն ինչ դատողություն է։ Դե ապրեն, որ ճանապարհ են սարքում, դե ճանապարհ խես սարքել, որ գան քեզ ընտրեն։ Սա ինչ դատողություն է։ Այսինքն դուք ինչ է հարցը ժամանակագրության մեջ, հա։ Եթե 2 տարի առաջ աներ նորմալ էր։ Հա։ Այսինքն ինչ արեք, որպեսզի նայեք թոշակը չբարձրացնեն, որ դու ընտրվես, որ դու ինչ չմեղադրես թոշակը բարձրացնելու մեջ։ Այսինքն դուք իշխանությանը մեղադրում եք պետության կառավարման մեջ դրական գործողությունների համար եւ դա վերագրում եք, որ դա իշխանության բանի չարաշահում է։ Իսկ եթե իշխանությունը թոշակը բարձրացնելուց մի 2 շաբաթ առաջ հայտարարել է, որ ավելի լավ է այդ գումարը ուղենք առողջապահության ապահովագրությանը, որովհետեւ թոշակառուները հիմնականում այդ թոշակը վերցնելու են տանեն բուժվելու, բայց 2 շաբաթ հետո էլ ասում է, որ 10,000-ով ավելացում եմ թոշակն, սա եթե նախընտրական ակցիա չէ, բա ինչ է։ Ոչ մի բան է, պետության կառավարման գործընթաց է։ Պետությունը վատ են կառավարում, երբ որ 2 շաբաթ առաջ ասում են պետք չի բարձրացնել։ Հա, դու կարող ես ենթադրենք այտենց ասել, որը էլի ձեր կարծիքն է։ Այն որ մենք կառավարման մեջ հսկայական խնդիրներ ունենք, իհարկե կա։ Հոմենակ է չի, շատ ուրիշ բաներ կա։ Օրինակ ես բողոքում եմ մեր դատական համակարգից, որից ես գլուխ չեմ հանում։ Գլուխ չեմ անում։ Ես հատկապես գլուխ չեմ անում մեր իրավաբաններից։ Եվ օրինակ եթե ես լինեի, օրինակ հնարավորություն է օրինակ ասենք որոշումներ կայացնելու, ես բոլոր փաստաբանները, իրավաբանները պետք է գային Հեգելի իրավունքի փիլիսոփայությունից քննություն հանձնեին։ Հələ տեսենք դրանց ուղեղի չափը ինչքան է, դրանց գրած օրենքները ինչքան է։ Ինչի համար է այս օրենսդրությունը։ Արդյոք այս օրենսդրությունը գրած է պետություն ունենալու համար։ Այսինքն օրինակ, հա, ենթադրենք, այստեղ խնդիր կա, շատ ուրիշ խնդիրներ էլ կան։ Բայց դա տես չէ, ասենք իշխանությունը բան թոշակը բարձրացել է, բանը 5 ամիս առաջ բարձրացնել, այդ բանը որ ասել ես, այդ ոնց որ ես ոնց ջոգում եմ այդ կաշառքի համար է։ Այ քեզի բաց, ինչ դատողություն է։ Իշխանությունը ինչ ուզի կարող անել 5 տարվա մեջ, ինչ ծրագիր ուզի կարող է իրականացնել։ Կարող է իրադերային ծրագրեր իրականացնել, կարող է ծրագրերի մեջ չի, այս բանը տենց է պետք է տենց է արել։ Դա կաշառքի հետ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։
Այսինքն այս դատողություն, այդտեղ իշխանության ռեսուրսի չարաշահում չկա, դա իշխանության մենաշնորհն է։ Պետության կառավարման, ղեկավարման գործառույթը պատկանում է բացառապես քաղաքական իշխանության։ Ինքը երբ ուզենա, ինչ ծրագիր ուզենա կարող է իրականացնել։ Ասեմ, այդտեղ խնդիր չկա։ Իսկ ՍԴ-ին նորից վերադառնանք ՍԴ-ին։ Ես ինչ եմ ասում, որ լավ չի նորից գնալ այդ պետական ինստիտուտները ստրեսի ենթարկել, որովհետև դուք ֆորմալ իմաստով կլինեք ճիշտ, բայց դուք արդյունքը չգիտեք ինչ կունենաք։ Դուք չգիտեք արդյոք այդ նույն գրոհը նորից չի շարունակվելու։ Ես վստահ եմ, որ շարունակվելու է։ Ես վստահ եմ, որ շարունակվելու է։ Այդ որ հիմա նաև բացատրություններ կա, դե իշխանությունը օրենք է ընդունել, որ վերջին ինչքան 1 տարին Հայաստանում չապրասները չեն կարող քվեարկի, այդ հեքիաթներ չպատմեք, եթե դուք վերաքվեարկություն նշանակեցիք, վերաքվեարկությունը նախկին օրենքով է լինելու, նախկին օրենքով, եղավ, եւ այդ մարդիկ նորից, եթե նոր ընտրություն նշանակեք, հա, բայց եթե վերաքվեարկություն նշանակեցիք, նախկին օրենքով է, էլի նորից գալու են քվեարկեն, որովհետեւ մենք պետք է հասկանանք մի բան, այդ պետք լինի Ռուսաստանը, Հայաստանը ստանալու համար 10 միլիարդ դոլար փող կծախսի, որովհետև այդ 10 միլիարդ դոլարը ինչ փող է։ Մի ամբողջ պետություն, ժողովուրդ, ռեսուրս տեղը ստանում է։ Այսինքն ուզում եմ ասել, այդ անիմաստ բաներով չի, ֆորմալ իմաստով դուք կարող եք լինեք ճիշտ, բայց դուք այդ ֆորմալիզմի ճանապարհին դուք կարող եք պետությունը փլցնել։ Եվ հետո էլ եմ ասում, գնաց ծորիկ պատմես, որ դուք բանը տատուտ արև, դու ճիշտ էիր օրենքով, բայց քո պետությունը չկա։ Պարոն Սուքիասյան, կհաջողի բայց ընդդիմությանը մարդկանց հանել փողոց։ Սամվել Կարապետյանն ասում է, վերջել մենք եռագլուխ չենք, 5000, 6000, 600,000 գլուխ ենք։ Դե եթե հաջողվեր կանեին, էլի։ Օրինակ հիմա իրենք ամեն դեպքում անիմաստ, անարդար, բայց բողոքում են, չէ՞, ընտրություններից։ Բայց ինչի իրենց այդ մարդ չկա։ Որտեւ իրենք այդ մարդուն ենթադրենք, որ կաշառել է, նա իր գործարքը արել, թողել գնացել է։ Նա մտքով, հոգով, գաղափարով իրենց հետ չի։ Իրենց հետ գաղափարական, աշխարհայացքային, հոգևոր կապվածությամբ հատված չկա։ Կա փոքր հատված, որոնք ինչ որ ձև փոխկապակցված են իրենց հետ, բայց դա հանրային լայն ընդգրկում չունի։ Եթե ունենար, հա, կարող էին անել, բայց չունի։ Իրենք իրենցով են մնացել, հա, գնացել են մարդ են կաշառել, իրենք գիտեն այդ որ կաշառելն այդ մարդը իրենց հետ է։ Այդ մարդն էլ է իրենց նման մտածող։ Այդ որ կաշառվել է։ Նայել է գործարքի մասը, գործարքները թողել գնացել է։ Դե կարող եք այդ մարդկանց հետ հավաքեք ձեզ մոտ։ Չեք կարող անել դա, չեք կարող։ Որտեվ այտենց չէ, էլի մարդիկ նաև իմաստուն են։ Եթե նա եկել է այդ կաշառքին, ուրեմն նա էլ իր հաշվարկն ունի, չէ՞։ Այսինքն այդ մարդիկ քաղաքական մտածողությամբ, հոգևոր մտածողությամբ, աշխարհայացքով, ծրագրերով ձեզ հետ կապված չեն։ Գործարք եղել, գնացել են։ Իրենց հետ հանրային լայն զանգված չկա։ Դրա համար իրենք ընդվզման գնալ չեն կարող։ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է միանալու մասին Սամվել Կարապետյանին, հա երկու այսպես ընդդիմադիր ուժերը մեծ ռեսուրսների տիրապետող, եթե միավորվեն, դա կարող է առաջացնել իշխանափոխության հավանականություն, թե ոչ։ Ոչ, իհարկե։ Նախ իրենք էլ եմ ասում, իրենք միշտ էլ իրար հետ են եղել, ֆորմալ իմաստով են առանձին, այդ ֆորմալիզմով հարցը չնայենք, խորքի մեջ իրենք իրար հետ են, իրենք արել են նույն գործը, իրենք ուզեցել են նույն բանը, պարզապես անհրաժեշտ է եղել տեխնոլոգիական տեսանկյունից, որովհետեւ իրենք առանձին մասնակցեն։ Այդ մարդիկ դուք ճիշտ եք, հա, շատ ռեսուրս ունեն, շատ փող ունեն, շատ բիզնեսներ ունեն եւ շարունակում են ունենալ։ Միգուցե նաեւ իրենց բիզնեսները շարունակում է ծաղկել, միգուցե, բայց իրենց հետ հանրային մեծ լսարան չկա։ Իրենց հետ մեծ էլեկտորատ չկա։ Իրենց հետ հակա ձևական իմաստով, ինչպես նաև հայտնի է, կաշառքներով իրենց ձայն տված հատված, բայց այդ մարդիկ իրենց հետ կապված մարդիկ չեն։ Միգուցե այդ մարդկանց մեծ մասը նաև իրենց ատում է, բայց օրինակ ենթադրեն կաշառքով ընտրել է։ Որտեվ ես մի բան էլ ասեմ, այդ որ ասում են մարդիկ կաշառքը վերցրել չեն ընտրել, դա կարող է միտոկոս լինի։ Մեր ժողովուրդը մեկ է, որ նայեք ինքը խորքի մեջ արդար է։ Եթե վերցրել եք գնա կընտրի, նայեք։ Այսինքն հա, այդ իմաստով, ֆորմալ իմաստով շատ մարդ կա, բայց ել եմ ասում, քաղաքական մտածողության, հոգևոր կապվածության իմաստով իրենց այդ մարդ չկա։ Իրենք ունեն շատ փող, բայց ոչ այնքան շատ մեծ խելք։ Ես դրան չեմ հավատում։
Եթե իրենք խելք ունենային, օրինակ, իրենք ուրիշ բաներ կանեն։ Իրենք ոչ թե կզառային, օրինակ, որ դե սա ադրբեջանցի է գալու, վատ է մեր վիճակը, Թուրքիայի լեշը հանեն, Թուրքիայով ժողովրդին վախեցնեին, որպեսզի ինքը ռուսական մտածողությամբ հետ գար, այլ իրենք օրինակ ծրագրեր կառաջարկեին, գրավիչ կլինեին, բայց իրենք այդպիսի բաներ չեն արել։ Իրենք ոչ մի առաջարկ չեն տվել մեժորդի, բացի զառոստներից։ Դրա համար էլի իրենց հետ սեգմենտ չկա, իրենց հավատացող հատված չկա։ Թեման կա, չէ, ադրբեջանցիների վերադարձը վերջերս կազմակերպեցին ադրբեջանցիների ինչ որ վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան խորագրով այդ հավաքը, որտեղ բայց արևմտյան Ադրբեջանը ո՞րն է։ Ու գիտեք։ Չէիք տեսնում, պաստառների վրա Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Չմի րոպե իրենք ասել են արևմտյան Ադրբեջանը ո՞րն է կոնկրետ։ Մենք էլ ասում ենք ձեր արևմտյան Ադրբեջանը, ձեր Ադրբեջանի ինչ որ արևմտյան հատվածն է։ Նայեք, այդ հարցը, բայց իրենք իրենց ցուցապաստառներին Հայաստանի ներկայիս քարտեզն են տպել եւ դա ներկա ադրբեջանցիները։ Ինչ ադրբեջանցի։ Պետական մակարդակով կազմակերպված միջոցառում է։ Պետականով։ Նախագահը։ Չէ, պետբյուջեից սնվող ինչ որ արևմտյան Ադրբեջան վերադարձի ՀԿԵ կազմակերպությունը։ Նայեք, կա երկու, բայց այդ ինչ դուք ասում եք, դրան զուգահեռ ուրիշ բան կա արված, որը էլի շարունակում եք շրջանցել։ Երկու պետություններ իրար հետ պայմանագիր ունեն, որ իրար տարածքային ամբողջականություն ճանաչում են, չէ։ Երկու պետություն իրար հետ ստորագրել են, չէ։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը ստորագրել են, չէ։ Գնացել են ԱՄՆ երթում են տվել, որ իրարից պահանջ չունեն, չէ, որ խաղաղություն են հաստատում, չէ։ Սա գլխավորն է, որտեվ երկու պետությունների ղեկավարներ սա արել են։ Հիմա տակից ասենք 4 հատ ադրբեջանցի, Ալիևն էլ մի քիչ փողատալի է, ենթադրենք ասեմ մի քիչ ձառացեք, դա է շատ ավելի կարևոր, թե պետությունների միջև ինչ բանալությունները։ Հիմա այս մարդիկ, տեսեք, գոնե օրինակ ենթադրենք, եթե խոսում են ադրբեջանցիների վերադարձին, ասեն լսեք, բայց բան էլ կա ստորագրած օրինակ։ Երկու պետությունները իրարից տարածքային պահանջ չունեն, իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել են, բայց sense խնդիր կա, էլի ասեմ լավ, ճիշտ են ասում։ Բայց իրենք այս մի հատվածը թողել են, վերցրել են իրենց ձեռնտու հատվածը, ասում են 4 հատ ադրբեջանցի ինչ որ միջոցառում է կազմել, հեսա գալու են լսվեն ստեղ։ Եվ այս մարդիկ, տեսեք, որ մարդիկ են։ Այսեն տակնարածների մի հատ բան է, հատված կա, որ ադրբեջանցիների անունը լսում է, սարսափում է, բայց բան է ուզում։ Վրեքները բաներ են կպցրել, արևմտյան Հայաստան ենք միա, մեծ հայք բան։ Արա, դուք Ադրբեջանի անունը լսելուց սարսափում եք դուք, արա։ Բայց դուք ինչ-որ մեծ քարտեզ, մեծ հայքի քարտեզները, վրեքները, դոշներից կպցրել եք, ման եք գալիս։ Այսինքն ձեր ասացի մեջ հակասություն չկա, այսինքն ես պիտի հասկանամ հետևյալը, որ ձեր ուզածը բոլորդ էլ fake եք։ Ձեր ուզածը ոչ մեծ հայքն է, ոչ է որևէ բանն է։ Ձեր ուզածը Ռուսաստանի հրամանով կոնֆլիկտ հրահարելն է։ Իսկ այդ մարդը թող ընդհանրապես չզառա, երկու պետություններ իրար հետ պայմանագիր են կնքել։ 4 հատ ադրբեջանցի ասում են, բանա 300,000 հոգի պետք է գա, որ չի գալու։ Չի գալու, նաև ադրբեջանցիներից մեկը նախարարն է արել։ Ահա ուզում են, եթե մենք այդ պետության ղեկավարի հետ պայմանագիր միջպետական հասկանում եք, պայմանագիր կա։ Մի հատ նախարար, մի հատ բան է զառացել։ Հիմա այդ նախարարի ասածն է կարևոր, թե միջպետական պայմանագրերը, թե Ալիևի երթուղերը, թե թրիփը ստեղ։ Չշրջանցենք, թե Բաքվում կարծիքները ինչպես են ձևավորվում եւ ինչպես են շրջանառվում։ Ոնց ուզում են ձևավորվեն, հիմա այդ մարդը, օրինակ ենթադրենք, Ալիևին էլ մենք պետք է Ալիևը չուզի, այդ կարծիքը չի լինի պարզապես Ադրբեջանի։ Ինչ անենք, ինքը բայց այդ կարծիքը ուրիշ է, ինքը ուրիշ բան է հայտնել, չէ։ Այդ մարդը ուրիշ բան է, չէ, հայտնել։ Այդ մարդը ուրիշ բան է, չէ՞, մեզ հետ պայմանավորվել։ Այ 4 հոգի էլ ֆինանսավորում են, որ մախտարի օրինակ, որ սրանց թեզեր տա։ Սրանք էլ երևի աղաչում են, ասում են, մի քիչ շատ ասեք, արա։ Մի քիչ շատ ասեք, 300,000-ը քիչ է, ոնց որ հուշում էր, չէ՞, ասում էր, արա 300,000 չի, ոնց որ 500,000 է։ Երևի ստեղից ասել է, արա, այդ թիվը քիչ է։ 500,000 ասեք, որսի մենք ստեղ թեզեր ունենանք։ Այն որ Ալիևը խնդիր ունի, այն որ Ալիևը միգուցե շատ բաներ չի ուզում, միգուցե մխտռում է, չգիտեմ, կարող է, միգուցե ձգձգում է, բայց դա դրա համար է։ Բայց որ այդ պետությունները միջպետական պայմանագիր ունեն, ամբողջ աշխարհին երթում պատառա տվել, որ ճանաչում ենք իրար հետ հարց չունեն, ընդ որում ասեմ ձեզ, իրականում Ադրբեջանին էլ ձեռը դուջ այդպիսի բաներ ասել է։ Ինքը տակից դուրս կգա,
դա ինքն էլ անկախ չի լինի։ Իրականում չի լինի։ Եթե Ադրբեջանը մեր անկախության դեմ քշեց, ինքն էլ անկախ չի մնալու։ Այդտեղ Ռուսաստանը նորից գալու է այդ կոնֆլիկտի վերքերի վրա երկու պետության էլ կառավարի։ Խի իրենք ուզում են, իրենք առանց մեզ անկախ լինել չեն կարող։ Բացառվում է դա։ Արցախի հարցում եթե ինչ-որ հաջողություն ունեն, Հայաստանի հարցում այդքան հեշտ չի։ Ուզում ասել իրենք էլ են դա լավ վերլուծում հասկանում։ Այստեղ էլ թռիփ կա, դե թողել է փորձեն։ Այդպես չի։ Իրականում միջպետական պայմանություններ կա։ Մնացածը տեղեկատվական հոգեբանական տերոր է, որին մենք էլի շարունակում ենք ենթարկվել, որ եթե խելք ունենանք, պետք է չենթարկվենք։ Բայց ես ուզում եմ ասել, այս մարդիկ ինչից եկանք։ Այս մարդիկ, այս մարդկանց ծրագրերը նեգատիվ դիալեկտիկայով է, զռոցի վրա է, էս է գալու, ադրբեջանցի է գալու, դրական ծրագրեր չունեն այս մարդիկ, եթե դրական ծրագրեր ունեն, միգուցե իրենց հետ ամեն դեպքում հասարակության մի հատված լինել, բայց իրենց հետ հասարակության լայն հատված չկա, կան իրենք իրենց փոքր խմբակներով, իրենց կռուգով, իրենցը կռուգ է, իրենց թայֆեքով, որը փոքր հատված է և որը հասարակության և պետության կյանքում մեծ այլանդակություններ անել չի կարող։ Բայց այնուհանդերձ, եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ենք հիմք ընդունում, պատերազմ լինելու է այնուհանդերձ, որովհետև քարոզարշավից առաջ ասում էր, չեմ ասում ՔՊ-ն իշխանության գա, ասում է ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չեղավ, վերջ, պատերազմ է լինելու, խաղաղություն չի լինելու։ Հիմա ՔՊ-ն է եւ սահմանադրական մեծամասնություն չունի եւ ըստ Նիկոլ Փաշինյանի լինելու է պատերազմը։ Այս ոսը ինչ կասեք։ Հարցերը թող ինքը պատասխանի։ Ես կարծում եմ դա քաղաքական սպառնալիք էր մարդկանց, որ գնային իրեն ընտրել։ Ես կարծում եմ դա քաղաքական տեխնոլոգիա է, քաղաքական ուժերը ահաբեկել մարդկանց։ Ահաբեկելու հարց չկա։ Այն որ ես էլ եմ պնդել, որ եթե հանկարծ դրանք իշխանության գան, մենք պատերազմ, ոչ միայն պատերազմ, մենք պետություն ենք կորցնելու, որտեղ այս մարդկանց այդ Հայաստանի մինչեղափոխական անցյալի, ռուսական աշխարհայացքով դերակատարների գանգից, ջանդակից պետությունը հանած է, տեղը դրած է ռուսական սուզերենության գաղափարը, բայց մնացածը կողքից զռոց է հայրենիքս, բանս եւ այլն, էլի։ Այն որ իրենք գային իշխանության բոլոր հիմքերը կար պնդելու, որ մենք պետությունը կորցնելու ենք։ Այսինքն այդ իմաստով ոչ մի սպառնալիք չկա, դա օբյեկտիվ վերլուծություն է, օբյեկտիվ վերլուծություն է։ Նախագահ կար, ժամանակի նախագահ աշխատած մարդ, որը միութենական պետության վերաբերյալ հարցին չէր ջոգում ոնց պատասխանի։ Մարդը նախագահ է այդ հարցին, որ դու պետք է չջոգես, պատասխանես թե չէ։ Դու այդ հարցին հստակ պատասխան պետք է ունենաս, որ այդպեսի բան չի կարա լինի քո օրակարգում։ Քննարկման ենթակա է։ Հա, բայց ասիկա դա ինչ է նշանակում։ Այսինքն դա թույլատրելի բան է։ Պետության հանձնումը թույլատրելի բան է այդ մարդու համար։ Եթե մի հարցը, նայեք օրինակ, երբ որ ասում են, չէ, ժամանակին 2008 թվականին բան կար, հայ-թուրքական պրոտոկոլներ կար, կհիշեք, որը չվավերացվեց։ Այդ պրոտոկոլների մեջ կետ կար, որ ասում էր, պիտի ստեղծվի հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով, որոնք պիտի քննեն հայ եւ թուրք ժողովուրդների մեջ եղած պատմական խնդիրները։ Եվ այդ ժամանակ ինչ հարց կար, դաշնակցությունը ինչ էր ասում, ասում էր, հələ մի րոպե, հայ եւ թուրք ժողովուրդների մեջ ինչ խնդրեմ կա, ցեղասպանությունն է, չէ՞։ Բայց ցեղասպանությունը մենք ասում ենք փաստ է, իսկ փաստը մեթոդաբանական իմաստով անկասկած է, չէ՞։ Բայց եթե դուք փաստը վերածում եք խնդրեմը մեթոդաբանական հարց ունի, դա եղել է թե չէ։ Ճիշտ է։ Հիմա այս մարդը անկախությունը անքննելի բան է, չէ՞։ Բայց եթե դու դա դարձնում ես քննարկման առարկա, դա նշանակում է դու կասկածի տակ ես դնում։ Պետք է անկախ լինես թե չէ։ Այսինքն չի կարա դա երկրի նախագահ աշխատած մարդը թեկուզ տատուց ժառանգած վախերով մտածի, որ դա կարող է այդքան հանձնվենք։ Ինքը պետք է կոնկրետ պատասխան, այսինքն այս մարդկանց դիսկուրսը ակնհայտ է, որ շրջանցում է ինքնիշխանությունը։ Սրանց ուղեղի մեջ, լեզվամտածողության մեջ դուք անկախություն բառը չեք լսի։ Հայաստանը, հայը, մեր ժողովուրդը, մեր տունը, բան ինչ ասես կլսեք, բայց անկախություն բառ գնդակարեք չեն ասի։ Այսինքն պարզ է, որ այս մարդկանց նպատակը եւ ակնհայտ է նաեւ որ կառավարվում է լինելու է Հայաստանը Ռուսաստանին հանձնելը։ Այսինքն այդ իմաստով իշխանությունը ճիշտ է, սա վերլուծություն է։ Այստեղ շանտաժի
հոգեբանական terror-ի ոչ մի էլեմենտ չկա։ Մնացածը, որ համադրական մեծամասնություն ստանա, չստանա, ես կարծում քաղաքական տեխնոլոգիա է պարզապես։ Պարոն Սուկիասյան, Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին եւ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Բելարուսը, Ղազախստանը, ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները սպասում են Հայաստանի պատասխանին, վերջո երբ է անցկացնելու հանրաքվեն Եվրամիության ու ԵԱՏՄ-ի ընտրության միջև, հատկապես Ռուսաստանի արտգործնախարարությունն է այս հարցադրումը անդադանում։ Ինչով է պայմանավորված ռուսական կողմի շտապողականությունը։ Իրենք մեզ շտապեցնում են, իրենք մեզ ուզում են պարտադրել մեր օրակարգից դուրս հարցեր եւ մենք սկսենք իրենց օրակարգը սպասարկել։ Հայաստանի Հանրապետությունը շտապելու տեղ չունի, երբ որ ինքը կորոշի ինչ-որ բան անել, ինքը կանի, բայց իրենք ինչ են անում, իրենք terror-ի են ենթարկում մեզ, որպեսզի մենք արագ քայլեր անենք եւ միգուցե նաեւ այդ ընթացքում սխալվենք։ Օրինակ իմաստը ո՞րն է, որ իրենք Հայաստանը ամեն օր երթուն պատառ է ուտում, որ ինքը ԵԱՏՄ-ից այս բանի դուրս գալու նպատակ չունի։ Օրինակ իրենք ինչ են մեզ բզում անընդհատ։ Կարող է օրինակ դա այդ process-ը լինի 30 տարի հետո, այդ 30 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ն էլ չլինի, Ռուսաստանն էլ չլինի։ Ինչ են իրենք պարտադրում, որ մենք արագ process-ների գնանք։ Որտեղ Մարիա Զախարովան ասում է այն ծրագրերը, որ ավանդաբար Հայաստանն ու Ռուսաստանն իրար հետ են արել, հիմա տեսնում են, որ Եվրամիության հետ է անում։ Դե որովհետև իրենք մեր համար խնդրեմ են ստեղծում, որի կարիքը չկար։ Իրենք է, չէ՞ մեր ապրանքների համար խնդրեմ ստեղծում։ Մենք չենք ստեղծել, չէ՞։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է, չէ՞, հավատարիմ մնալ ԵԱՏՄ-ի ներքին կանոնադրության օրենսդրությամբ։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի դեմ ոչինչ չի արել։ Բայց իրենք ինչ են անում։ Իրենք մեր համար խնդիրներ են ստեղծում, եթե մենք պետություն ենք, իսկ մենք պետություն ենք։ Մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը ստիպված այլ երկեր է որոնի եւ պետք է որոնի, ստիպված չանեին էլ մենք պետք է անենք։ Մենք պետք է Հայաստանին այլընտրանքից չզրկենք։ Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է ունենա այլընտրանք, որովհետեւ մի բևեռի, մի տնտեսական բևեռի, մի ռազմավարական բևեռի ոտերից չկախվի, որ երբ ուզենա այդ բևեռը գցի։ Այսինքն օբյեկտիվորեն մենք պետք է սա անենք։ Իսկ մենք երբ ուզենանք ԵԱՏՄ-ից դուրս կգանք, դա մենք ենք հաշվում, երբ որ մեր պետության պոտենցիալը տեղը կլինի, երբ որ մեր ժողովուրդը հավաքականորեն կպահանջի այդպիսի բան, մենք դա կանենք։ Ուզում ասեմ, իրենք ինչ են անում, իրենք մխտարում են։ Ես վստահ եմ, որ իրենք չեն էլ ուզում, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Չեն ուզում, որովհետև մենք էլ ենք մեծ շուկա։ Դուք այդ մեր փոքր բերեկներս այն 90-ական թվականներից բաներ են կպցրել, չես կարողանում դրանից դուրս գալ։ Փոքր պետություն ես, փոքր տնտեսություն ես, հայությունը լետես մտած 30 տարի, ինչով ենք փոքր։ Այդ են Լևոն Տեր-Պետրոսյանի որջիներից է գալիս։ Այդ մարդը 90-ական թվականներին հայության վրա բաներ է կպցրել։ Փոքր ժողովուրդ է յոլա գնա, փոքր պետություն։ Մենք էլ լետես մտածում ենք անկապան, իմաց առանց հասկանալու, որ մենք փոքր չենք։ Մեր տնտեսությունը լավ էլ մեծ տնտեսություն է Ռուսաստանի համար։ Իրենք պատրաստ են զրկվելու այդ ռեսուրսից, պատրաստ չեն, վստահ եղեք։ Բարձրապես տեղեկատվական, ուղեղային, հոգեբանական գրոհ է, նարատիվների պայքար է, ձեր ծրագրերից շեղելու գործընթաց է։ Այսինքն իրենք ուզում են մենք հաշվարկ ունենք, չէ՞, օրինակ, մենք ինչ ենք անելու, երբ դուրս կգանք, թե չենք դուրս գա, ինչ իմանաս։ Հիմա իրենք մեզ մեր հաշվարկից գցում են, որպեսզի քաշեն ինչ-որ այդ process-ի մեջ, որը մենք չենք հաշվել, եւ այդ process-ի մեջ Հայաստանին համար խնդիրներ ստեղծեն։ Իրենց նպատակը դա է։ Եվ այս մանր-մունր կսմիտները, ասենք Ծիրանի մեջ կուտ ենք հայտնաբերել, չգիտեմ, Ծիրանի մեջ խնդրեմ կա, բան է, դրանք մանր-մունր խնդիրներ են, որոնք ընթացքում կլուծեն։ Մենք բազմապես պինդ լինենք։ Պետությունները տենց են աշխատում։ Պետությունները քաղաքականությունը հաշվարկի վրա է, քաղաքականությունը խելքի վրա է։ Հատկապես միջազգային հարաբերություններում բարոյականություն գոյություն չունի։ Ներքին կյանքում կա եւ պետք է գոյություն ունենա, բայց միջազգային հարաբերություններում բարոյականություն չկա։ Մաքիավելին 15-րդ դարում բարոյեթիկան անջատել է քաղաքականությունից։ Միջազգային հարաբերություններում պետությունները առաջնորդվում են սեփական շահերով եւ հաշվարկով, խելքով։ Այդքան բան։ Հիմա շահերի բախման հարցեր կա, նարատիվների պայքարի հարցեր կա, տեղեկատվական հոգեբանական գրոհների հարցեր կա։ Մենք պետք է սովորենք, պետությունները այտենց են ապրում։ Պետությունները առողջ ու անընդհատ մրցակցության մեջ են։ Պայքար մենք պետք է որպես ժողովուրդ սովորենք մրցունակ լինել աշխարհի հետ։ Ուզում ասեմ, իրենց արածը դրա համար է եւ ոչ ավելին է սպայն։ Եվ Փաշինյան Վլադիմիր Պուտին առաջիկա հանդիպումը այս խնդիրները կկարգավորի թե չէ։ Չգիտեմ, որտեղ ռուսներից ինչ իմանաս, ինչ են նախատեսել։ Եթե առաջիկայում հանդիպում լինի, ակնհայտ է, որ օբյեկտիվորեն իրենք ճանաչում են ընդունության արդյունքները, պարզապես չեն հայտարարում, որպեսզի ռուսական սեգմենտը ինչ որ արգումենտ ունենա խոսելու։
ամենայն հավանականությամբ շատ բաներ կկարգավորվի։ Բայց այն որ մենք պետք է նկատի ունենք, սա տևական գործընթաց է, որովհետև մենք անկախությունը ամրապնդելուն ուղղված քայլեր ենք անում։ Եվ անընդհատ այդ ճանապարհին մենք բախվելու ենք Ռուսաստանի հետ խնդիրների, որտեղ եթե դուք ուզում եք ձեր անկախությունը ամրապնդել, պարզ է որ դուք միշտ պետք է այլընտրանքներ որոնեք, միշտ պետք է այլընտրանք ունենաք, օրինակ անվտանգության հարցում, պարենային անվտանգության հարցում, տնտեսական անվտանգության հարցում, ռազմական անվտանգության հարցում, կապուղիների հարցում, դուք միշտ պետք է այլընտրանքներ որոնեք։ Այդ այլընտրանքները որոնելու ճանապարհով պարզ է որ դուք պետք է ռուսական գերակայությունը աստիճանաբար թուլացնեք։ Իսկ այս ճանապարհին պարզ է որ ամեն անգամ Ռուսաստանի զառոցը մենք լսելու ենք ինչ եք մեզ այս հարցում նեղում, ինչ եք մեզ այս հարցում քն։ Ուզում ասեմ դա տևական գործընթաց է։ Անկախությունը պահանջում է այդպիսի բաներ։ Հիմա մեզ գլխավորը որը պետք է լինի, որ երկու պետությունների ղեկավարները, որ այն մի պետությունը մեզ բնականաբար թիրախավորել է որպես հակառուսական պետություն, որ սխալ է արել, որ մենք այդպեսին չենք, Հայաստանը հակառուսական պետություն չի։ Եվ մեր ժողովուրդը էլ հակառուսական չի։ Մեր ժողովուրդը պարզապես հավաքականորեն իր անկախությունն է պահում։ Իսկ դա Ռուսաստանի համար միշտ դիտվել է հակառուսական։ Իրենք չեն հասկանում ինչ է նշանակում Հայաստան որպես անկախ պետություն։ Լավ չեն արել, որտեղ դարերով նաև մեր մինչ հեղափոխական անցյալի դերակատարները ռուսերին սովորացել են, որ դե անկախ Հայաստան ինչ է։ Սրանց ոճիրն է, նայեք, այս ռուսները նաև այդ ավանդույթի ուժով են այդպես գործում։ Կարող է որովհետև իրենք սովոր են, որ ինչ-որ մի հատ լրագրող կարա գա բանով, ասենք խամերով հելնի մտի մեր ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը։ Իրանք սրան են սովոր։ Սովորեցել են սրանք, որ Հայաստանը պետք է կզած ապրի, գետնատարած վիճակում։ Դրա համար այդ ավանդույթի ուժով հələ մտածում են, այս ոնց եղավ այս պետությունը, այդպիսի պետություն չի։ Այս ընթացքում խնդիրներ կառաջանան, բայց խնդիրները կլուծվեն, եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակի միշտ այլընտրանքներ որոնել եւ իր անկախությունը ամրապնդի։ Շնորհակալություն, պարոն Սուքասյան, հարցազրույցի համար։